Տեր օրհնի բոլորիդ։ Ամեն մեկիս կյանքում էլ տենց սուրեններ կա։ Ճիշտ է, գուցե հարցը չի հասնում աչքը կապտելուն, բայց իրապես պետք է միշտ աղոթող լինենք, որպեսզի Տերը մեզ հավատարիմ պահի եւ կարողանանք ժուժկալ կերպով դիմանալու, դիմակայելու այն բոլոր փորձություններին, որ մեր կյանքում հանդիպում են։ Վարորդները ասածը շատ լավ կհասկանան, առհասարակ մարդկանց հետո որ շփվում է, շատ լավ կհասկանան ինչի մասն է խոսքը գնում, ինչի որտեվ ամեն մեկս էլ մեր կյանքում տարբեր մարդկանց, դժվար մարդկանց հանդիպում ենք, չնայած որ մենք էլ ենք լինում դեպքեր, որ ուրիշ մարդկանց համար դժվար մարդ ենք լինում։ Ու սենց մի բան էլ ավելացնեմ։ Լինում է դեպքեր, որ մենք աղոթում ենք, ասում ենք Տեր, հեռացրու այդ մարդկանց, հեռացրա այդ բոլոր խնդիրները, դժվարությունները կյանքից մեջ, բայց այո, եւ սա բնականը նորմալ է, բայց այնուամենայնիվ պետք է նաեւ հասկանանք, որ Տերը հենց այնպես չի թույլ տալի, որ նման իրավիճակներով անցնենք։ Որտեւ եթե ամեն բան հաշտ լինի, ամեն բան հարմար լինի, ամեն բան այնպես լինի, ինչպես որ մենք ենք ցանկանում, որտեղ ենք հոգեվոր առումով աճելու։ Որտեղ է երևալու մեր համբերությունը, որտեղ է երևալու առհասարակ սիրելու կարողությունը, ինչու որտեղ այն մեկին որ քեզ սիրում է, հեշտ է սիրելը։ Բայց այն մեկը որ չի սիրում, հատում է, նույնիսկ անիծում է, այստեղ է երևում իրապես մենք այդ կարողությունն ունենք, թե ոչ։ Այստեղ է երևում մենք Քրիստոսի նման ենք, թե ոչ։ Եվ թող նման իրավիճակները իրապես մեզ էլ ավելի խոնարհեցնեն, որպեսզի աճենք դրա մեջ։ Եթե կհիշեք, մի ընդհանրեն օրինակ եմ ուզում բերեմ 5 կտակարանից, Դավիթ թագավորը, երբ որ փախնում էր իր զավակից, գրված է, որ Տերը, տեսնում ենք, որ մի հոգի կանգնում է եւ բարձր վայրից Դավիթի հետ քայլերով հայում է Դավիթին, ինչ ասես չի ասում, ու Դավիթի կողքի զինվորներն ասում են թույլ տուր գնանք ու վիզը կտրենք, սա ով է, որ նման բաներ է քեզ ասում։ Հետաքրքիր է Դավթի պատասխանը, ինքը այն ժամանակ այո փախնում էր, բայց այնուամենայնիվ թագավոր էր, որովհետեւ մեկը իրան թագավոր ասենց ասած լինելուց չէր զրկել։ Բայց այնուամենայնիվ Դավիթն ասում է, Տերը եթե թույլ է տվել, որ դա խոսի, թող խոսի։ Գիտեք, նման իրավիճակներ մեր կյանքում Տերը թույլ է տալի, որպեսզի մեզ գուցե խոնարհեցնի։ Գուցե բաներ կան, որոնք որ մենք կարիք ունենք մտածելու, կենտրոնանալու, ինչի որտեվ շատ դեպքերում գուցե կարծում ենք, որ մենք այն մեկն ենք, որ գիտես բոլորը պետքա մեզ ասենց ժպիտով, բանով, փառքով բարձրացնեն, այնինչ իրականում Տերն է, որ կենտրոնում պետքա լինի։ Եթե Տերը թույլ է տալի, այո, պետք է աղոթող լինենք։ Սա նորից չի նշանակում թուլամորթություն։ Չի նշանակում, եթե մեկը գալիս է ուզում է վնասի ձեզ, ուզում է վնասի ձեր ընտանիքին, ասենց ասած, բաց եկեք, ասեք, եկեք, չգիտեմ, ինչ ուզում եք արեք ընտանիքից։ Չէ, սրա մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք ժուլշկալ կերպով չտրվենք այն գայթակղություններին, որին որ շատ մարդիկ մեզ դրդում են։ Մենք պետք է կարողանանք մեր ընթացքով, մեր խոսքով, մեր վարքով տարբերվենք այն աշխարհից, որը որ մեզ շրջապատում է, որի մեջ որ մենք էլ ենք ժամանակին մեծացել։ Հիշեցի ձևի մի դեպք, երբ որ Ուկրաինա սովորում էի, խոսք գնաց ընդհանրապես էս միշ անձնափոխհարաբերությունների, ընդհանրապես տղա լինելու բանի սենց ու որպես արդարացում ասի դե գիտես ինչ կա հիմա մենք հայերս մի քիչ շուտ բռնկվող ենք, շուտ էմոցիոնալ ենք, բան ենք սենց նայեց ինձ, ասեց բայց քո անձի համար չես մեռել։ Այսինքն մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք մեր ընթացքը, մեր քայլերը արդարացնել մեր բնավորությամբ, չգիտեմ, մեր պատկանելությամբ, ազգային ինչ որ բնորոշող հատկանիշներով, այնինչ եթե մահացել ենք,
մահացել ենք մեր անձի համար ու ապրում ենք Տիրոջ համար, նման բաները այլևս մեր կյանքում պետքա տեղ չունենան։ Ամեն ինչի մեջ իրապես Տիրոջը պետքա փառավորենք։ Ուրախ եմ սիրելիներ, որ այս առիթն ունենք, որ Տերը եւս մեկ շաբաթ կյանք տվեց եւ միասին առիթ ունենք Տիրոջը պաշտելու։ Երկեցողությամբ, աղոթներով եւ իր խոսքով։ Ու հույսով եմ, որ այն ինչ որ միասին այսօր խոսելու ենք, օրհնություն կլինի մեզ համար Տիրոջ կամքը ճանաչելու եւ Տիրոջ կամքին այո եւ ամեն ասելու։ Այսօր ուզում եմ խոսել Տիրոջ իշխանության մասին, որ ուներ հիվանդությունների վրա։ Գիտեք, ժամանակակից աշխարհում, թե առաջ, թե հիմա մենք ունենք այս ձևի մի խնդիր։ Մեր շուրջը կան ճակերտավոր լիքը հրաշագործներ, որոնք որ ինչ որ կերպով փորձում են ներկայացնեն, որ իրանք բժիշկ են, հատուկ բժիշկ են, գերբնական բժիշկներ են։ Տես մի քանի օրինակներ ընդհանրապես կբերեմ, չնայած որ լիքն են։ Նիգերիայում մի հայտնի մարդ կար, ճակերտավոր հայտնի, Թեմիտոփե Ջոշուան անունով։ Հրաշներ գործող էր, մարգարեր, իր եկեղեցում տարբեր տեսակի կարծես թե հրաշներ էր անում, ու գիտեք, ընդհանրապես աֆրիկյան երկրներում բավականին շատ է տարածված միավը, ձիահը, ու այս քարոզիչը կանգնել էր ու հայտարարել էր, որ ինքը կարող է բժշկել բոլորին, եւ որևիցե մեկը կարիքը չունի բժշկի գնալու, կարիքը չունի որևիցե կերպով դեղերին նույնիսկ դիմելու։ Ու այս քարոզչության ու այս ճակերտավոր շոուների պատճառով շատերը մահացան ֆիզիկապես, ու 2021 թվականին նոր կարողացան տեսնել, թե ընդհանրապես այս բոլոր խաբեության մասշտաբները ինչ մակարդակ էին հասել։ Ռուսաստանում կար այդ ձևի ճակերտավոր մարգարեուհի, ինքն իրեն անվանում էր Մայր Լյուդմիլա, ու սկսում են հենց պարզ, սենց ասած, հրաշքներից, որոշ դևեր հանելուց, մոմ թափելուց, սկիզբը առնում է 500 ռուբլի, հետո կամած այդ կենացները թանկանում են, մինչև 100,000 ռուբլի վերցնում էր ծանր անեծքներ հանելու համար։ Ու դե արդյունքում են լինում, որ ուղղակի շատերը խաբվում են նման բաների հետևից են ընկնում, ու նորից շատ հազարավոր մարդիկ խաբված, հետո արդյունքում են լինում, որ դատապարտում են խաբեության համար։ Եվս մեկ Պիտեր Պոպով, այտենց հերուստային բուժող մեկ ԱՄՆ-ից եկած, 1980-ականների թվականներին է դառնում հայտնի, ու նորից գուշակություններ, մարդկանց անունների մթոմ ու իրանց հիվանդությունները այս կողմ են կողմ, հետո բացահայտում են, տեսնում են, որ կինն է կողքից հուշել, թե ով ինչ մարդ ինչ հիվանդություն ուներ, ու գիտեք ինչ կա, այս մարդիկ Հիսուսի անունով, մարգարեությունների անունով, չգիտեմ բժշկությունների անուններով դառնում են միլիոնատեր, եւ այս ձև ասած Քրիստոսին են վաճառում ցույց տալով այդ ամեն ինչը։ Գիտեք ինչ կա, անունները շատ կարամ շարունակեմ։ Այսօր Հայաստանում էլ այդ ձևի լիքը մարդիկ կան, ովքեր որ այս ձև ասած բժշկություններ են անում, մի եկեղեցի կանոններ նույնիսկ չեմ տալու, որոնց հիմնական կենտրոնացումը սա է։ Առավոտից իրիկուն խոսում են եկեք մեր մոտ, մենք կաղոթենք, կբժշկվեք, կորտնվեք, այս կողմ մենք կողմ, ու այս ամեն ինչը պտտվում է։ Ու հասկանում եք, մարդիկ կապված են դրա հետ։ Ասեմ մենակ հոգևորի հետ կապված չի։ ԽՍՀՄ-ում էլ կարա հիշեք Կաշպիրովսկին, որը որ, չգիտեմ, էներգիայով լեցուն ջուր էր վաճառում, հեռուստացույցով տարբեր ինչ որ գիպնոզներ էր անում այս կողմ այն կողմ, ու մինչև հիմա այդ ամեն ինչը շարունակվում է։ Ուղղակի որոշ այդ Կաշպիրովսկիներ անվանափոխել են, արդեն անունը դնում են ոչ թե էներգիա, այլ անունը անվանում են Աստված, Հիսուս, բժշկություն, ու մարդիկ այս ամեն ինչով ինչ են անում։ Խաբնվում են։ Ինչի որտեվ մարդուս համար ամենասենց ասած թանկը ինչն է։ Իր առողջությունը, իր կյանքս մի քիչ ավելի երկար լինի, մի քիչ ավելի առողջ լինեմ, հաջողակ լինեմ։ Եվ երբ որ քարոզչությունը, ուսուցումը կենտրոնացնում ես դրա վրա, մարդիկ ինչ են անում։ Սիրում են դա։ Ականջ շոյող թեմաներ են։ Միտեղա որտեղ որ խոսելու են, որ դու այ իմաստը որ եկել ես,
Տերը քեզ սիրում է, ու sense բոլորը հիացմունքով լսում են։ Տերը քեզ բժշկելու է հաստատ, գիտեմ, ու բոլորը ինչ լավ է, դրա կարիքն ունեն, որտեվ այս հիվանդությունը կա, այս խնդիրը կա, այն կա։ Հայաստանում մանավանդ սոցիալական հարցերը շատ են սուրը։ Երկրորդ բանը, որ ասելու են նյութապես է օրտնելու։ Օրինակներ են բերելու 5 կտակարանից, օրինակներ են բերելու ինչ որ կերպով, բայց այս ամեն ինչը ինչ է անում, զուտ ականջ է շոյում։ Մարդաքանակ են ապահովում, ինչի, որպեսզի դրանով իրանք բարձրանան, եւ բնական է իրանց հիմնական նպատակը ֆինանսն է եղել։ Հիմա, երբ որ մենք հիմա այսօր խոսելու ենք Հիսուս Քրիստոսի իշխանության մասին, որ ինքը ուներ հիվանդությունների վրա, Հիսուս Քրիստոսի նպատակը այն չէր, որ ուղակի մարդիկ սենց ասած բժշկվեն բոլորը ու ամբողջ հավաքվեր Հիսուսի մոտ։ Հիսուս երբեք ամբողջների համար ինչ-որ մի բան չի արել։ Նպատակը միշտ եղել է մեկը, Մատթեոս ավետարանը շատ հստակ շեշտում է, որ այդ իշխանությունն ուներ ցույց տալու, որ ինքն է Մեսիան, ինքն է այն խոստացված մեկը, որ եկել էր, եւ նման միջոցով Աստծո խոսքն էր քարոզում։ Երբ որ Հիսուս ինչ-որ մի հրաշք էր անում, ինչ-որ մի բժշկություն էր անում, նպատակը զուտ այդ բժշկությունը կամ այդ հրաշքը չէր։ Այդ ամեն ինչը նշանն էր իր մեսիական առաքելության, իր ով լինելու։ Ամեն բան ինչ որ Հիսուս ասեց եւ արեց, ցույց էր տալիս իր ով լինելը։ Այնինչ այսօրվա այս ձեր ճակերտավոր բժիշկները, մարգարեները, իրանք իրանց անձի համար են անում, իրանք իրանց անձն են բարձրացնում։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 8-րդ գլուխ 1-ից 13 համարներն ենք ընթերցելու։ Մատթեոսի ավետարան 8-րդ գլուխ 1-ից 13։ Արդեն գիտեք, որ լեռան քարոզը ավարտվեց, լեռան քարոզի շրջանակում բավականին խոսեցինք եւ վերջացվեց հետեւյալ խոսքերով, որ նա սովորեցնում էր ինչպես ինչ ունեցող իշխանություն ունեցող։ Եվ Մատթեոս ավետարանիչը հիմա արդեն անցնելով նրան, որ նա իշխանություն ունի խոսքը փոխանցելու եւ այդ իշխանությունը հենց ինքը ուներ իր մեջ, կարիքը չուներ այսև ասած հենվելու ինչ որ մեկի հեղինակության վրա, շարունակում է ցույց տալով, որ Հիսուս նաեւ իշխանություն ունի ֆիզիկական հիվանդությունների վրա։ Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան եւ ասաց. Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Հիսուսը ձեռքը մեկնելով դիպավ նրան ու ասաց. Կամենում եմ, մաքրվիր։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ Հիսուս նրան ասաց. Զգույշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա քեզ քահանային ցույց տուր եւ իբրև վկայություն ընծա մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել։ Երբ Հիսուսը Կափառնայում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան եւ ասում. Տեր, ծառաս անդամալույց պարկած է տանը եւ սարսափելի տառապում է։ Հիսուս նրան ասաց. Ես կգամ կբժշկեմ նրան։ Հարյուրապետը պատասխանեց եւ ասաց. Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Միայն խոսքով ասա եւ ծառաս կբժշկվի, որտեվ ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ։ Սրան ասում եմ գնա ու գնում եմ, մյուսին էլ եկ ու գալիս է, ծառայիս էլ թե այս բանն արա եւ անում է։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ իրեն հետևողներին, ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատք չգտա։ Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան եւ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն, իսկ արքայության որդիները կգցվեն դուրս արտաքին խավարը, այնտեղ կլինին լաց ու ատամների կրճտոց։ Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. Գնա եւ ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալ ենք այսօրվա համար, Տեր, ու մեկ ցանկություն ունենք գալու քո առաջ քեզ մեծարելու, քեզ փառաբանելու, Տեր, որովհետև միմիայն դու ես արժանի ամեն փառքի։ Դու ես Տերը, դու ես իշխանների իշխանը եւ մեր միակ կյանքի նպատակը քեզ փառավորելն է, Տեր։ Ուստի օգնի, որ այս պահի այս ժամի ընթացքում Տեր Աստված խոսքի շուրջ մտորելով քեզ էլ ավելի փառավորենք, Տեր։ Օգնի, որ մեր հայացքը նորից ուղենք դեպի քեզ, Տեր Հիսուս։
որտեղ ամեն ինչի կենտրոնում դու պետք է լինես։ Թե մեր կյանքի, թե մեր ընտանիքի, թե մեր եկեղեցու, ու թող որ ամեն ինչի մեջ քո սուրբ անունը փառավորվի։ Հիսուսի անունով, ամեն։ Գիտեք, երբ որ ընդհանրապես Հիսուսի մասին խոսում են, նորից շատ դեպքերում մարդիկ կենտրոնանում են ոչ թե Հիսուսի վրա, այլ կենտրոնանում են Հիսուսի կատարած գործերի վրա։ Եվ սրանից է խնդիրը առաջ գալիս։ Շատ դեպքերում մենք էլ մեր կյանքի ընթացքում ուշադրություն ենք դարձնում ոչ թե Տիրոջ վրա, այլ թե Տերը մեզ ինչ կտա կամ ինչ կանի, ինչպես կվարվի, հասկանում եք։ Եվ սրանից է խնդիր առաջանում։ Երբ որ մենք կարծես ընկնում ենք նման փոխհարաբերության մեջ, երբ որ մենք իրապես ընդամենը մեկ կարիք ունենք Քրիստոսին ունենք։ Մատթեոս ավետարանիչը շատ հստակ ուզում է ցույց տա այն իշխանությունը, որ ուներ Տեր Հիսուս Քրիստոս։ Շարունակության մեջ մենք դեռևս կտեսնենք, թե արդեն իսկ տեսանք, որ Հիսուս ուներ իշխանության խոսքի վրա, Հիսուս ուներ իշխանության հիվանդությունների վրա, Հիսուս ունի իշխանություն բնության վրա, Հիսուս ունի իշխանության մահի եւ կյանքի վրա, եւ այս ամեն ինչի շրջանակում նորից Մատթեոսը ինչ ուզում անի, որպեսզի մեր հայացքը, մեր կենտրոնացումը ում վրա լինի, Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Նա է ամեն ինչի կենտրոնում։ Ավետարանները 4 ավետարանները խոսում են միմիայն Քրիստոսի մասին։ Եվ բոլոր այն դեպքերը, բոլոր այն պատմությունները, ինչ որ կարդում ենք, մեկ նպատակ ունի։ Տիրոջը ցույց տալու, Տիրոջը մեծարելու, Տիրոջը բարձրացնելու համար։ Եվ Մատթեոս ավետարանիչը այո չի վերցնում ժամանակագրությամբ, այսինքն այն ինչ որ տեղի է ունենում, մի պատկերացեք, որ պարտադիր պայման էր, որ հենց սրանից հետո սա է տեղի ունենում։ Ինչի, որտեվ իր նպատակը այն չէր, որ քրոնոլոգիան կամ ցույց տար հստակ ժամանակագրությունը, թե երբ ինչ տեղի ունեցավ, այլ ինքը ուներ հստակ նպատակ։ Հստակ կանոնակարգված ցույց տալու, որ Հիսուս Քրիստոսն է այն խոստացված Մեսիան, որին որ իրանք այդքան երկար ժամանակ սպասում էին, որի համար աղոթում էին, որին որ ակնկալում էին։ Եվ իմը պատկերացեք Քրիստոս եկել է եւ կամած Մատթեոսը ինչ անում, ցույց է տալիս այն նշանները, որով որ պետք է ազգը հрьяաները ինչ անեին, տեսնեին, ճանաչեին, հասկանային։ Եվ այս ձևի նշաններից մեկը հենց հիվանդությունների վրա իշխանություն ունենալն էր։ Այս պայծրությամբ կնայենք երկու դեպքի, դրանից հետո միանգամից տեսնում ենք նաև Պետրոս առաքյալի զոնքաչի բժշկումը, բայց արդեն դա Տերը կկամենա մյուս անգամ ընդհանուր որպես այդ հատվածում կնայենք։ Այսօր կնայենք այս բժշկությունների երկու պատմության վրա եւ որոշակի դասեր կքաղենք թե բժշկվողներից, թե նաև նորից ամեն ինչի կենտրոնում պետք է ով լինի Տեր Հիսուս Քրիստոսը, որտեղ այս ամեն ինչը նրա մասին է։ Առաջինը բոլորտի բժշկությունը։ Երբ Հիսուսը իջավ լեռան վրայից, նրա ետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ Ընդհանրապես ուշադրություն դարձրեք, երբ որ սկզբնական շրջանում Հիսուս Քրիստոս սկսում է իր ծառայությունն անել, բավականին մեծ բազմություն է սկսում գալ։ Եվ պահը գալու, որ Հիսուս այդ բազմությանը ինչ է անելու, ուղարկելու է, ինչի, որովհետև նորից մարդկանց հիմնական նպատակը այն չէր, իրանք չէին տեսնում Քրիստոսին որպես Մեսիա, իրանց նպատակն են, որ Քրիստոսից ստանան կամ Հիսուսից ստանան այն, ինչ որ իրանք տեսնում էին։ Այսինքն այն ինչ որ ինքը սովորեցնում էր, շատ դեպքերում իրենց ականջը ծակում էր, ու նույնիսկ ստեղ մեր կյանքում էլ է այդ լինում, ոնց որ ասում են, դե կարևոր չի ինչ ես խոսում, բաման այդ ամեն ինչը անցնենք առաջ։ Հասկանում եք, կենտրոնը Հիսուսը չէր, այլ այն էր, ինչ որ իրանք ակնկալում էին, ինչ անեին, ստանային։ Ասեմ աշակերտներն էլ էս ակնկալիքն ունեին։ Երկար ժամանակ Քրիստոսին գնում էին նրա համար, որ մտածում էին ամեն մեկը մի հարմար տեղ գտնելու է։ Ամեն մեկը կդառնա ինչ որ մի իշխանավոր, ու հեսա հռոմեական կայսրությունն էլ փլուզվելու է, Հիսուսը դառնա մի կայսր, իրանք էլ կլինեն նախարարները, հասկանում եք։ Նորից մարդկային նպատակը սա էր։ Քրիստոսին տեսնում էին, բայց Քրիստոսին չէին տեսնում։ Հիսուսին կարծես հետևում էին, բայց ոչ թե հետևում էին Հիսուսին, այլ հետևում էին նրան, թե ինչ կստանամ ես Հիսուսից։ Մեր կյանքում նույնպես մենք պետք է զգույշ լինենք, որ չլինի թե այս ամբողջային մտածելակերպով առաջնորդվենք։ Ամբողջ շատ մարդ չի նշանակում ճշմարտություն։ Գիշեք Հիսուս Քրիստոս ինքն էր ասում, որ այն մարդիկ, ովքեր որ ճշմարտությանը հետևելու են, շատ են թե քիչ են։ Քանակության առումով, եթե համեմատենք ամբողջ մարդկությանը, շատ քիչ են, չնչին են։ Ճշմարտությանը հետևողները շատ քիչ են։ Մարդկանց ավելի հաճելի է սուտը,
հաճելի է իրենց ականջը շոյող արտահայտություններ լսեն, քան թե ճշմարտությունը լսեն։ Հիմա նայեք, երկրորդ համարն ասում է, ահա մոտեցավ մի բորոտ։ Չգիտեմ ինչքանով եք ծանոթ ընդհանրապես այս հիվանդությանը, բորոտություն կամ հիմա ժամանակակից տերմինաբանության մեջ ասում են Հանսենի հիվանդություն, ինքը քրոնիկ վարակիչ հիվանդություն է, որը որ անվանվում է Mycobacterium leprae, հիմա այդ leprae բառից հունարեն տերմինն են վերցել եւ օգտագործում են, ու այն ազդում է մաշկի վրա լորձաթաղանթների մարդու ծայրամասային նյարդերի վրա ու ինչին է տանում, որ մարդը կամաց զրկվում է զգալու կարողությունից, այսինքն ու այդ ընթացքում նաև մաշկային հիվանդության այդ պատճառով կամաց կոշտանալով մարդու կարա դեմքը, մատները կամաց ուղղակի ինքը կորցնում է։ Դա ֆիզիկական լուրջ ցավեր չի առաջ բերում, ինչի որտեվ արդեն անզգացած է մարդը լինում, բայց այնուամենայնիվ կամաց պատկերացեք մարդը իր աչքի առաջ ուղղակի վերջանում է։ Քիթը կարա կամաց վերջանա, մատները, ոտքի մատները, կնճռոտի, այսինքն ամեն ինչը կամաց կոշտանում է ու մարդը ուղղակի գնում է դեպի, սենց ասած, մահվան։ Հիմա նայեք, ժամանակակից բժշկության շրջանակում հետևյալ հիվանդությունը հնարավոր է բժշկել, ինքը բավականին երկար process է, բայց այսօր բժշկվում է դա։ Բայց մենք պետք է իմանանք այս ձևի մի իրականություն։ Երբ որ մենք առհասարակ կարդում ենք թե 5 գտակարանում բորոտության մասին, թե նաև նոր գտակարանում բորոտության մասին, պետք է հասկանանք, որ ժամանակակից այդ իմ նկարագրած հիվանդությունը այդքան էլ չի համապատասխանում նրան, ինչ որ մենք կարդում ենք թե 5 գտակարանում, թե նոր գտակարանում։ Օրինակի համար Ղևտացված գրքում 13 ու 14 գլուխներում, երբ որ տեսնում ենք նկարագրությունը, որտեղ օրինակ նկարագրվում է այդ սպիտակ բշտիկները կամ ժամանակահատվածը, որի ընթացքում պետքա քահանան տեսներ, որ արտահայտվելու էր դա, այսօրվա մեր իրականության մեջ նման ձևով չի արտահայտվում եւ օրինակի համար 7-ից 14 օրը բավականին քիչ է, որպեսզի այդ հիվանդությունը արտահայտվի։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ թե 5 գտակարանը, թե նոր գտակարանում ցանկացած տեսակի քրոնիկ լուրջ մաշկային հիվանդությունը անվանվում էր ընդհանրական մեկ տերմինով, բորոտություն տերմինով։ Բացի դրանից մենք գիտենք, որ վիրուսները ժամանակի ընթացքում մուտացիա են ենթարկվում։ Ամեն տարի, ասենք, ինչի եք հիվանդանում դուք գրիպով, ինչի որտեվ այն գրիպը, որը անցած տարի հիվանդացել եք, արդեն մուտացիայի է ենթարկվել եւ նոր գրիպով հիվանդանալով նորից այդ նույն process-ի միջով մենք անցնում ենք։ Եվ հետեւաբար այն վիրուսը կամ այն հիվանդությունը, որ առաջ եղել էր, տարիների ընթացքում մուտացիայի է ենթարկվել եւ փոփոխվել է։ Եվ այն ինչ որ մենք այսօր ունենք, եւ այն ինչ որ նկարագրվում է նոր գտականում եւ 5 գտականում, որոշ առումով իրար հետ չի համընկնում։ Ինչի համար եմ սա ասում։ Որպեսզի հանկարծ ձեր մոտ չլինի այս հասկացողությունը, ինչի որտեվ մարդիկ սիրում են նման բաներ վերցնել առանց խորացված ուսումնասիրելու, ասելով նայեք, գրված է բորոտություն, sense նշաններն է անում, մենք այսօր տեսնում ենք այդ նշանները չկա, ուրեմն Աստվածաշունչը ինչ է, սխալ է, կամ սխալ ինչ որ տեղեկություն կա, կամ ընդհանուր դա դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք, որ Աստվածաշունչը դա բժշկական գիտության ինչ որ մի գիրք չի, ոչ էլ գրական կամ, չգիտեմ, գիտական փաստարկների հավաքածու է։ Ոչ, ընդհանրական տերմին է տրվել, բորոտություն է անվանվել, բոլոր այն մաշկային հիվանդություններին, որը որ այդ պայծրությամբ եղել է, բայց այնուամենայնիվ այն նկարագրությունը, ինչ որ մենք տեսնում ենք, եւ այն ժամանակակից նկարագրությունը, որ մենք ունենք, այն բավականին, ասենց ասած, բավականին ծանր ու քրոնիկ հիվանդություն է, լուրջ հետևանքներ ունենալով։ Նույնիսկ մի բժիշկ Եզևի մի օրինակ է բերում, ասում է ժանգոտված մի բանալի ուներ ու փորձում էր դուռը բացեր, բայց բավականին դժվար էր, չէր ստացվում ու երեխաներից մեկը որ անցնում է այդ հիվանդությամբ, ասում է թույլ տուր ես բացեմ ու կարողանում է բացես, բժիշկը զարմանում է, թե այս երեխան ոնց ստացվեց, որ կարողացավ այդ Իրանից նույնիսկ sense ասած կարողացավ
բան անել, բացել, բայց ի՞նչ է նկատում է բանալի վրա այդ արյան հետքերը ու երբ որ նայում է տեսնում է որ այդ երեխեն մինչև անգամ ոսկորը իր այդ մարմինը բան արել, վնասել է բացելով, բայց քանի որ այդ անզգացած է եղել, չի էլ նույնիսկ զգացել, որ նման ինչ որ բան է լինում։ Ուզում եմ ուղղակի որ պատկերացնենք իրավիճակը։ Հիմա երբ որ մեկը բորոտությամբ էր հիվանդ, ինքը պետքա մի քանի կանոնների շատ հստակ հետևեր։ Ու այդ կանոնները մենք տեսնում ենք Ղետացված գրքում, օրինակի համար, երբ որ մոտենում էր մարդկանց, անդադար պետքա հայտարարեր իր անմաքուր լինելու մասին։ Այսինքն որ մտնում էր, ասում էր, որ անմաքուր է եկել, ինչի, որպեսզի ժողովուրդը հանկարծ որևիցե կերպով իրան չմոտենար։ Բացի նրանից, որ եթե հանկարծ մտնում էր համայնք, դա նշանակում է, որ իրանք ապրում էին ընդհանուր համայնքից, քաղաք կլինի կամ գյուղ կլինի, դուրս էին ապրում։ Բորոտները իրենք միասին էին, բայց ընդհանուր համայնքից դուրս էին գալի եւ այո, պատկերացեք ոչ աշխատելու հնարավորություն ունեն, սնունդ հայթայթելու համար ինչ որ կերպով մոտենում էին, բայց սա նորից շատ մեծ վտանգ էր սպառնում, ինչի, որովհետեւ մեկ մարդիկ չէին սիրում, որ որևիցե կերպով բորոտները մոտենային, կային բավականին ծայրահեղներ, որոնք որ պատրաստ էին նույնիսկ քարկոծելու, եթե հանկարծ բորոտը մոտենար, եւ սա էր նաև պատճառը, որ ընդհանրապես շփումից էին զրկված։ Պատկերացեք իրավիճակ, եթե այդ ամեն ինչը արտահայտվեր որևիցե մեկի կյանքում, այդ մարդը կտրվում էր ամբողջ համայնքից։ Ու այդ մարդկանց, սենց ասած, միակ նպատակը ուղղակի կամած մեռնել էր, երբ որ դու տեսնում ես, որ քո մարմինը ուղղակի փտելով կամած ուղղակի սենց զրոյանում ես, ոչ միայն ֆիզիկական խնդիր ունես, այլև տեսնում ես, որ համայնքի կողմից ինչ ես արած, մերժված ես, անտեսված ես, որևիցե կերպով բան չես անում։ Եվ նաև պետք է հնազանդվեին օրենքին։ Քահանան էր հայտարարում, որ այդ մարդը անմաքուր է կամ բորոտության հիվանդություն ունի, նորից միայն քահանան իրավունք ուներ հայտարարելու, որ այս մարդը այլևս մաքրված է, իրավունք ունի համայնքի մեջ մտնելու։ Հիմա նայեք, երբ որ այս ամեն ինչը նայում եք, ուշադրություն դարձրեք, այս բորոտը կարդացինք ինչ արեց, մոտեցավ Հիսուսին։ Նայեք, ոչ միայն Հիսուսն էր, այլ նաև մեծ բազմություն կար եւ այս բորոտի մոտենալը բավականին լուրջ խնդիր կարող առաջացնել իր համար։ Եթե պատկերացրեք, օրինակի համար Հիսուս վարվեր այնպես, ինչպես որ փարիսեցիներն էին վարվում, պատկերացեք նույնիսկ փարիսեցիներ կային, այն աստիճան ծայրահեղ էին, որ ասում են, եթե մի բորոտ էս փողոցով անցել է, այդ փողոցից առևտուր անգամ չէին անում։ Պատկերացրեք, ինչ աստիճանի ծայրահեղության էր ամեն բան գնում։ Շատ հանգիստ կարեին քարկոծեին եւ ուղղակի տեղում այդ բորոտը մահանար։ Բայց ուշադրություն դարձեք, որ բորոտը այնուամենայնիվ տեսնում է, որ միակ հույսը, միակ իր կյանքի նպատակնով է, որ կարա կյանք տա, Հիսուսն է եւ այս խիզախությամբ մոտենում է Քրիստոսին։ Գիտեք, այսօր, երբ որ շատերս ընդհանրապես խոսում են Քրիստոսին մոտենալու մասին, գիտեք, այնքան եմ լսում այս արտահայտությունը, ասում են՝ մի խորացեք, մի մոտեցեք, այնց հերվից, այսպես ասած, սովորական նոմինալ քրիստոնյաների պես ապրեք։ Ինչն է պետք, այդքան խորացել եք, Աստծո խոսք եք անդադ կարդում, պաշտամունքներին եք մասնակցում, ինչի, որտեղ մարդկանց համար իրանք չեն տեսնում Քրիստոսի մեջ այն արժեքը, այն կյանքը, որ բորոտը ինչ էր անում, հասկացավ, տեսավ։ Որտեվ եթե չմոտենա, պատկերացրեք, ինչ պետք է անի, ոչ մի հույս, ոչ մի բան չկա։ Ճիշտ է, սա ֆիզիկական հիվանդության մասին է խոսքը գնում, բայց այնուամենայնիվ կտեսնենք, որ այս բորոտը ոչ միայն Քրիստոսի մեջ տեսնում էր մեկ ով որ կարա իրան ֆիզիկապես բժշկի, այլև բորոտը ընդունում էր, որ Քրիստոսը Մեսիան է ու ի վիճակի է ու կարող է։ Մենք շատ դեպքերում Հիսուսին մոտենալու փոխարեն ինչ ենք անում, փախնում ենք իրանից։ Մեկ մարդիկ կա, հարցում եմ, ասում եմ, ինչ կա, ինչի չես գալի, դա ասում եմ, մի քիչ հիմա խնդիրներ ունեմ, ճիշտ ասած, կարծես մեղքի մեջ եմ ընկել, էս կողմ, այն կողմ, ու դեպքում հարց է առաջանում։ Այսինքն այդ ժամանակ պետք է մեզ հեռու պահենք Քրիստոսից, թե հակառակը, ավելի պետք է վազենք մոտը։ Ավելի պետք է Տիրոջը մոտ քայլենք։ Ֆիզիկապես Քրիստոս իմաստեն ներկա չէ, որ ասեմ գնացեք այնտեղ, բայց Քրիստոսին Տիրոջը մոտենալը իր խոսքի միջոցով է լինում։ Երբ որ մենք խոսքի մեջ ենք, մտորման մեջ ենք, աղոթքի մեջ ենք, պաշտամունքի մեջ ենք, այնտեղ ենք, որտեղ որ Տերն է։
Քայլում ենք, վարվում ենք այնպես, ինչպես որ Տերն է անում։ Բորոտը ինչ արեց, մոտեցավ։ Մոտեցեք ամեն պահ, ամեն վայրկյան ձեր կյանքի համար։ Ճանաչեք իր կամքը, սովորեք իրանից, վարվեք իր կամքի համեմատ։ Սա է մոտենալը Տիրոջը։ Թե չէ այն հասկացողությունը, որ կա աշխարհում պատտվում են, ասում են դե կեր խմի քեֆ արա, որտեղ վաղը ինչ կա, մեռնել կա։ Էսա մեր հայ ազգի, սենց ասած, բանը դառնում, մենակ մեր հայ ազգինը չի, ամբողջ աշխարհինն է տենց։ Չակերտավոր քրիստոնյա են, բայց քրիստոնեության հետ ընդհանրապես կապ չունեն։ Քրիստոսին կարծես թե ճանաչում են, բայց չեն ճանաչում, ընդհանրապես չգիտեն, ոչ էլ ցանկություն ունեն որևիցե կերպով ինչ անելու, մոտենալու։ Երկրորդը, երբ որ մոտեցավ, ինչ արեց, երկրպագեց։ Պրոսկենեո բառն, որ ուշադրություն դարձեք, նշանակում է վերաբերմունքով կամ ինչ որ ժեստերով արտահայտել իր լիակատար կախվածությունը կամ ենթարկվելը բարձր հեղինակություն ունեցող անձին։ Այդ ժեստով երկրպագությամբ, այսինքն ինքը ռեալ կերպով խոնարհվեց։ Խոնարհումով ցույց տվեց իր լիակատար ինչը, կախվածությունը, որ այն ով որա եմ, ինչ որա եմ, քեզանից եմ։ Երկրպագել բառացի նշանակում է, նույնիսկ մեր բառը հայերեն ունի այդ բանը, երկիրը պագանել կամ համբյուրել, խոնարհվել, խոնարհվելով ակնածանք ունենալ, հարգանք ցույց տալ, հարգանքով ողջունել։ Երկրպագությունը մի բան է, որ մեր կյանքում էլ պետք է լինի։ Չեկավ հպարտությամբ, չեկավ ինչ-որ կերպով իրան ցույց տալու։ Եկավ ու ուղղակի իր կատարյալ կախվածությունը ցույց տվեց ումից։ Հիսուսից, Տիրոջից։ Արդյոք մենք այդ մոտեցումն ունենք։ Ես մեկ աղոթքներ եմ լսում, որ սարսափում եմ։ Տպավորությունն է, որ կարծես ոչ թե մարդիկ եկել են Տիրոջ առաջ խոնարհվելու, այլ իրենց կամքը հայտարարելու, ասելու, ստիպելու կամ պարտադրելու։ Ու զարմանում ես, ասում ես, լավ, մարդ հարած, դու ով ես, որ կարողանում ես նման ձևով կարծես թե վարվել կամ խոսել։ Բորոտը, երբ որ եկավ, մոտեցավ, առաջի բան ինչ որ արեց, երկրպագեց, խոնարհվեց։ Խոնարհվեց ընդունելով Տիրոջը լիակատար հնազանդությունը, լիակատար կախվածությունը, որ իմ կյանքս կախված է քեզանից։ Երկրպագեց ու ասեց, Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Ուշադրություն դարձնում եք, որ այս քայլով նաև ցույց է տալիս իր հավատքը։ Հավատք ցուցաբերեց։ Երբ որ ասում է Տեր, Տեր անվանելով նշանակում է իրեն ընդունում է որպես Մեսիա, որպես մեկը, որին որ սպասում են։ Ընդունում է նաև այն իշխանությունը, որ ուներ Հիսուս։ Հիմա ինչի ասում Տեր, եթե կամենաս։ Որովհետև նախ շատ հստակ հասկանում էր, որ այդ կարողությունը Հիսուս ինչ ունի։ Կարողության խնդիր չունի, այսինքն այդ իշխանությունը իր ձեռքում է, թե բժշկելու, թե այդպես թողնելու, բայց հարց կար, թե առաջ, թե հիմա էլ նաև որոշակի այդ մտածելակերպը կա, որ եթե հիվանդություն ունես, դա նշանակում է Աստծուց պատիժ է, եւ որպես Աստծո պատիժ դու պետք է այդ ամեն ինչը կրես։ Եվ գուցե հիմա այս տրամաբանությամբ ասում, որ ընդունում եմ կարծես թե որ այդ հիվանդությունը ինձանից Տեր Աստված քեզանից է գալիս։ Դրանից ելնելով ասում եմ, որ կարած բժշկես, բայց արդյոք կամենում ես, թե չես կամենում, սա ես չգիտեմ։ Հասկանում եք, սրա մեջ ես չեմ ուզում, որ բացասականը տնեք այլ հակառակը։ Նորից ու նորից մենք տեսնում ենք այս բորոտի հասկացողությունը, որ հավատքի խնդիր չուներ։ Բայց այնուամենայնիվ ակնկալում էր Տիրոջ կամքը։ Չէր պարտադրում, չէր ստիպում, չէր ասում Տեր, դե բոլորին բժշկել ես, կամենան բժշկել ես, ուրեմն ինձ էլ պարտադիր կերպով պետքա բժշկես։ Նման բան չի անում։ Ասում է Տեր, եթե կամենաս, ինչ կանես, կբժշկես։ Եվ այո, Տերը ստե ողորմած է գտնվում ու բժշկում է։ Բայց նորից ես ուզում եմ նայեմ մեր կյանքին, մենք ինչ մոտեցում ունենք։ Մենք մեր հավատքը իրապես ոնց ենք արտահայտում։ Երբ որ աղոթք ենք անում, աղոթքի մեջ մեր ակնկալիքն ենք փնտրում, թե նորից ասում ենք Տեր, եթե կամենաս։ Հիսուս Քրիստոս ինքը այդ օրինակը տվեց, չէ՞, աղոթքի ժամանակ։ Երբ որ հորն աղոթում էր, ասում էր Տեր,
Եթե կամքդ այս բաժակը հեռացրա։ Հասկանում եք, մենք շատ դեպքերում նորից գալիս ենք Տիրոջ առաջ, մենք մեր տրամաբանությունը, մեր մտածածն ունենք, մենք այդ ամեն ինչը արտահայտում ենք, բայց տեղ չկա, տեղ իրապես փափակ չկա, որպեսզի Տիրոջ կամքը լինի։ Կարար Հիսուսը տեղ օրինակի համար ցանկանար բժշկեր։ Կարար։ Ինչ եք կարծում, բոլոր Հիսուսի ժամանակ ապրող բորոտները բժշկվեցին։ Չէ, չբժշկվեցին։ Նույնիսկ հետաքրքիր է, երբ որ այս բորոտության թեմայի մասին է խոսքը գնում, Հիսուս նույնիսկ հիշեցնում է, ասում է, որ 5 տականի ժամանակում, Եղիայի ժամանակում, մենակ մաքրվեց հեթանոս մեկը, բայց հրյաները չմաքրվեցին։ Հետևաբար այս հասկացողությունը, որ Աստված ակնկալում է, որ բոլորը բժշկվեն, չի համապատասխանում իրականությանը։ Ընդհանրապես մենք պետք է ակնկալենք Տիրոջ կամքը։ Տեր, եթե կամենաս, կբժշկես։ Եթե կամենաս, կբժշկես։ Հիմա դե կարա ասեք, ախր ոնց կարա չկամենա։ Հենց այդ ձև։ Հենց այդ ձև կարա այնպես լինի, որ չկամենա բժշկել։ Դեռևս կնայեմ սրա մասին։ Բայց ուշադրություն դարձեք, աղոթքի ժամանակ իրապես փափագեք, որպեսզի Տիրոջ կամքը լինի։ Մի ուղղակի ավելացրեք, Տեր, թող քո կամքը լինի, բայց լավ էլի այնց լինի, ոնց որ ես եմ ուզում, հասկանում եք։ Դրա համար շատ դեպքերում մենք հիասթափություն ենք ապրում, ինչի, որտեվ կարծես թե Տիրոջ կամքն ենք փնտրում, բայց մեզ Տիրոջ կամքը չի հետաքրքրում, մեզ մեր ցանկությունն է հետաքրքրում, մեզ մեր կամքն է հետաքրքրում, մեր ցանկությունների իրականացումն է հետաքրքրում։ Մենք այս ձևի մոտեցում պիտի ցույց տանք։ Բորոտը հասկանում էր մի բան, որ իր ողջ կյանքը ֆիզիկական եւ հոգեվոր կապված ումից Տիրոջից, Հիսուս Քրիստոսից ու այս պահից, բայց այնուամենայնիվ այդ վարքյանին խոնարհություն է ցույց տալիս։ Ասում է Տեր, եթե կամենաս կբժշկես, հավատքի հետ կապված խնդիր չունեմ։ Գիտեմ, որ հաստատ այն ինչ որ կամենաս, այդ ամեն ինչը իրականություն է դառնալու։ Մենք այս հասկացողությունը, այս մոտեցումն ունենք, թե ոչ։ Ինքը կամենում էր, որպեսզի Տիրոջ կամքը իրականանա։ Հետաքրքիր է, բայց նաև Տիրոջ արձագանքն էլ։ Երրորդ համարը ասում է Հիսուսը ձեռքը մեկնելով դիպավ նրան ու ասաց կամենում եմ մաքրվիր։ Ուշադրություն դարձրեք, Հիսուս ինչ է կարծում, կարող էր բժշկել զուտ միայն խոսքով։ Իհարկե կարող էր։ Տենց դեպքեր շատ կար, որ ինքը ուղղակի խոսքով ասում է ու բժշկում է։ Եվ այնքանով ամեն բան կվերջանար, կասեր մաքրվի, մաքրվեր, այդքանով վերջանար ամեն ինչը։ Ուշադրություն դարձեք, նա ոչ միայն կարիքը չուներ դիպչելու նրան, այլև որոշ առումով խնդիր կարող էր ունենալ այդ դիպչելով։ Ինչի որտեվ այնտեղ միշտ աչքեր կային, որոնք որ նշում էին, անմաքուր մեկին կպավ, ուրեմն ինքն էլ անմաքուր դարձավ։ Հասկանում եք, այս տրամաբանությունը կար։ Բայց Հիսուս այս հավատքը, այս մոտեցումը տեսնելով ցույց տվեց նաև իր ողորմությունը, իր դիպչելը, որ ինքը այդ իշխանությունն ունի։ Ինքը այդ իշխանությունն ունի դիպչելով, որպեսզի մաքրվի ինքը։ Ինքը այդ ողորմությունն է ցույց տալիս։ Չգիտեմ ինչքան ժամանակ պատկացեք, գուցե այս բորոտ մարդը մարդկային հպում չէր զգացել։ Ընդհանրապես մերժված է եղել ամեն կերպով, ում որ մոտեցել է, քարկոծել են, հերո են լարել։ Հիմա մոտենում է Քրիստոսին, Քրիստոս ոչ միայն բժշկում է, այլև այդ բժշկությունն անում է դիպչելով։ Եկեք ինչ կա, նորից մենք տեսնում ենք Տիրոջ սերը, Տիրոջ ողորմությունը, Տիրոջ սիրտը, այն որ ինչա տեղի ունենում, երբ որ մարդը հավատով իրապով Տիրոջն է ակնկալում։ Դրա համար ասում, ով փնտրի կգտնի, ով թակի կբացվի, հասկանում եք։ Իրապես եթե մենք Տիրոջ կամքն ենք փնտրում, մենք Տիրոջ կամքը կգտնենք։ Խնդիրը նորից ուրիշ բանի մեջ ան գալիս։ Մենք ուզում ենք իրապես Տիրոջ կամքը իրականություն դառնա, թե ոչ։ Մենք դա ենք փափագում, թե փափագում ենք, որպեսզի մեր անձը, մեր եսը փառավորվի։ Կամենալուց հետո Հիսուս, երբ որ բժշկում է, նաև պատվեր է տալի, ասում է լուր մնացեք, լուր մնա։ Հիսուս նրան ասեց. «Զգույշ եղիր, որ ոչ ոքի չասես, այլ գնա քեզ քահանային ցույց տուր եւ իբրև վկայություն ընծա մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։ Հիմա նայեք, Հիսուս հետևյալ խոսքերով երկու պահ կա, որ պետք է ուշադրություն դարձնենք։ Նախ եւ առաջ Հիսուս շատ հստակ ասեց, որ ես չեկա օրենքը քանդելու, այլ եկա կատարելու եւ հստակ ուղղությունը ցույց տվեց, ինչպես որ պետքա բորոտը վարվի։ Երկրորդ բանը
Հիսուս չէր ուզում, որպեսզի իրեն հետևեն, որպեսզի ուղղակի որպես հրաշագործի։ Իր նպատակը սա չէր։ Դրա համար ասած լուր մնա։ Ուզում եք տեսնեք իրապես մեկը Տիրոջ համար է գործում, թե Տիրոջ համար չի գործում, նայեք այդ ամեն ինչը ոնց է արվում։ Երբ որ ցուցադրաբար 10 հատ կամերաներով հրաշք են կարծես լինում, մարդը բժշկվում է, դևը դուրս է գալի կամ ուրիշ բաներ, Ժորժ ջան, Հիսուսն ասում էր լուր մնացեք, ոչ մեկին մի պատմեք։ Այս մարդիկ ինչքան կամերա, ինչքան հնարավորություն ունեն, բերում են, որպեսզի իրանց անձը ինչ անի, բարձրանա։ Ինչի, որտեվ իրանց նպատակը ամբողջ հավաքելն է, Քրիստոս երբեք ամբողջի կարիք չուներ։ Դրա համար ասած լուր մնա չանես։ Այլ ավետարաններից տեսնում ենք, որ իրականում անհնազանդ է գտնվում բորոտ ու գնում է սկսում է պատմել։ Ու հետևանքը տեսնում ենք այն, որ գրված է, որ Հիսուս այլևս քաղաք տեղերում չէր կարող քայլել, այլ ամայի տեղերով էր ստիպված անցնում։ Ինչի, որտեվ ամբողջը նորից գալիս էր։ Նորից ակնկալում էին ոչ թե Հիսուսին, այլ Հիսուսից ակնկալում էին ստանալը։ Նորից ու նորից նույն բանի մասին է խոսքը գնում։ Դրա համար Ասափը, երբ որ այս հասկացողությունն ունեցավ, ասեց Տեր, քեզ ունեմ, քեզանից բացի ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Հավատացյալ նշանակում է մեկ ով որ Տիրոջն է փափագում, Տիրոջն է ակնկալում, այլ ոչ թե այն ինչ որ Տերը մեզ կտա այս ձև ասած։ Նույնիսկ փրկությունը պատկերացնում եք, ինչի որովհետև երբ որ դու հասկանում ես Տերն ով է, ու հասկանում ես, որ այդ Տիրոջ հետ կարաս այդ փոխհարաբերություն ունենաս, սա վեր է ամեն ինչից։ Տերը վեր է ամեն բանից։ Դրա համար էլ կարևորագույնը սա էր։ Ինչ ենք մենք անկնկալում, ում ենք մենք ավելի ուզում։ Տիրոջն ենք, Տիրոջ Տերն է մեզ համար կարևոր, Տերն է մեզ համար առաջնայինը, թե այն ինչ որ Տերը տալիս է։ Գիտեք, այս ամեն ինչից հետո Հիսուս կենտրոնում է աշակերտների վրա։ Սկսում է կենտրոնացած աշակերտներին ուսուցանել եւ այն խմբակային ծառայությունը կամ այն բացահայտ ինքն իրեն ներկայացնելուց կամած հստակ ծառայությունը կենտրոնացնում է աշակերտների վրա։ Ինչի որտեվ ինքն իր առաքելությունն ուներ։ Ես ասացի արդեն իսկ որ Հիսուս այն ամեն ինչ որ անում էր, կոնկրետ նպատակ ուներ։ Կոնկրետ նպատակը իր փառքն էր եւ իր ով լինելը ցույց տալն էր մարդկանց։ Եվ այս հրաշք ինչ որ տեղի ունեցավ, նորից այո Տերը ողորմած էր եւ Տերը ուզում էր բժշկել, դրա համար էլ բժշկվեց։ Բայց սա չէր առաջնային նպատակը ցույց տալու, որ հենց ինքն այն Մեսիան։ Ինչի՞։ Որտեվ պատկերացեք իրավիճակ, որ բոլոր ասենք լավացան։ Լավ, առողջ ձևով մահացան։ Եթե արդյունքը լինում է հավիտենական դատապարտություն, իմաստը ո՞րն է դրա հասկանում եք ժողովուրդ։ Մարդկային տրամաբանությամբ եմ ասում, իմաստը ո՞րն է, որ դուք առողջ կերպով գնաք դժոխք։ Իմաստը ո՞րն է, որ կարծես թե Տիրոջը ճանաչում ենք, բայց Տիրոջ հետ չենք, ու արդյունքը այն է լինում, որ մենք ուղղակի անհավատությամբ մահանում ենք։ Կա այնտենց մարդիկ, ովքեր որ Տիրոջից, այո, որոշակի գուցե հիվանդության բժշկում ստացան, հաց կերան, բայց արդյունքները այն եղավ, որ այնով որ հաց էր կերել, նորից ինչ արեց, սովածացավ։ Այդ հացը հավիտյան չի իրանց կշտացնելու։ Այն մեկը որ հիվանդ էր, բժշկվեց, արդյունքում նորից ինչ եղավ, հիվանդացավ, նորից մահացավ։ Արդյունքը, վերջնական արդյունքը ինչ է, ինչ ենք մենք ակնկալում։ Որն է մեր ակնկալիքը։ Ուզում ենք հավիտյան ստեղ ապնենք ֆիզիկական մարմնով։ Սա է մեր տրամաբանությունը։ Սա է մեր հավատամքը, սա է մեր մտածելակերպը։ Թե իրապես ուզում ենք Տիրոջ հետ այդ փոխհարաբերություն ունենանք։ Օրորի Տիրոջը ճանաչելու, զմայվելու այն գեղեցկությամբ, այն կատարելությամբ, որ Տերն ունի, Տերն է։ Սա է մեր կյանքի նպատակը, երբ որ մեր կյանքի նպատակին համեմատ ենք ապրում, այդ ժամանակ երջանիկ կլինենք։ Այդ ժամանակ Պողոսի նման կկարողանանք ասենք, Տեր, ցավերս, այս նեղություններիս մեջ քո զորությունն է հայտնվում։ Ապրելս այս մարդկանց համար է օգուտ, որտեվ քեզ եմ ծառայում իրենց ծառայելով խոսքով, բայց երբ որ մահանամ, քեզ հետ եմ լինելու։ Այս մարմինը վաղ թե ուշ անցնելու է, գնալու է։ Սիրելիներ, հարուրապետի այս ծառայի բժշկությունը կանադառնա մյուս կիրակի, ինչի որտեվ նորից բավականին ծավալուն է, հիմա չեմ ուզում
շատ կոնկրետ անդրադառնամ այս հատվածին, բայց այնուամենայնիվ հիշենք մի բան, մի քանի բաներ, որոնք որ ուզում եմ սովորենք կամ հիշենք կամ նորից վերապահենք։ Երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես Տիրոջ իշխանության մասին, պետք է հասկանանք մի բան։ Երբ որ մենք ընդունում ենք Տիրոջ իշխանությունը, մեր մոտենալը նրան պետք է որոշ առումով նման լինի, ինչպես որ այս բոլոտը մոտեցավ։ Պետք է երկրպագությամբ մոտենանք, այս երկյուղով մոտենանք, հավատքով մոտենանք, ակնկալելով ոչ թե մեր կամքը, այլ իր կամքի իրականացումը մեր կյանքում։ Երբ որ այս ամեն ինչն անենք, Տերն է փառավորվելու եւ մենք էլ կլինենք այն ճիշտ գործիքը, որով որ Տերն է փառավորվում։ Հասկանում եք, այս ամեն ինչը բժշկություններով ինչ որ լավանալու կամ բանի մասին չի խոսքը գնում։ Նույնիսկ եթե Տերը իր կամքի համեմատ որոշ դեպքերում փրկում է, ես ականատես եմ եղել, որ աղոթել ենք ուղղակի Տերը իր հրաշքն արել ու բժշկել է։ Այս ամեն ինչի կենտրոնում ոչ թե այդ բժշկությունը պետք է լինի, այլ նորից ով Տեր Հիսուս Քրիստոս, որտեղ նրա ձեռքերում է ողջ իշխանությունը, նրա ձեռքերում է մեր մարմնի ամեն մի բջիջը։ Ուստի Իրան ենք ակնկալում, Իրան ենք փափագում, այլ ոչ թե այն ինքը ինչ որ կարա մեզ տա, որտեղ եթե Իրան ունենք, մնացածը Աստված ինչ որ պետք է այդ ամեն ինչը կտա իր փառքի համար։ Աղոթենք ու աղոթքով ավարտենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս քո ողորմած լինելու համար։ Տեր Հիսուս այն օրինակը, որ տվեցիր, այն օրինակով, որ ապրեցիր, այն կատարելությունն է, որին որ պետք է ձգտենք։ Թեև այո տկար ենք, թեև որ խնդիրներ ենք ունենում, շատ դեպքերում նյութական առումով ենք մտածում, մեր կենտրոնում լինում է մեր առողջությունը, մեր եսը, մեր փափագները, մեր ցանկությունները, Տեր։ Բայց օգնի, որ իրապես նորից մեր հայացքը դեպի քեզ ուղենք, Տեր Հիսուս։ Որտեվ այո այս ամեն ինչը զուտ եւս մեկ անգամ ցույց էր տալի, որ ողջ իշխանությունը քեզ է պատկանում, Տեր։ Թե ինչպես բոլոտը այդ ամեն ինչը հասկանում էր, որ ամեն բան քո ձեռքերում է, թե ինչպես որ այս հարուրապետը շատ հստակ հասկանում էր, որ դու իշխանության Տեր մարդ ես եւ որպես մարդ եւ որպես կատարել Աստված ամեն բան քո ձեռքերում է, Տեր։ Ուստի օգնի, որ այս հասկացողության շրջանակում մեր հավատքը որպես խարիսկ լինի, Տեր։ Որ քայլենք ոչ թե աչ ու ձախ մտածելով, կասկածներով, Տեր, այլ վստահություն ունենանք քո վրա։ Ոչ թե այն առումով, որ մեր կյանքում ամեն բան լավ է լինելու, այլ վստահություն ունենանք, որ ամեն բան ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում, դու քո անվան ու փառքի համար ես անելու, Տեր։ Թե հիվանդությունը, թե դժվարությունը, թե տկարությունները, Տեր։ Ուստի օգնի, որ մեր փափագը դու լինես, Տեր Հիսուս։ Դու, որ եկար խաչվեցիր, որպեսզի մենք անարժաններս կյանք ունենանք, որպեսզի մեր մեղքերին թողություն ստանանք, Տեր։ Ուստի օգնի, որ ոչ թե այս ամեն ինչից հպարտանանք, այլ ավելի խոնարհվենք։ Էլ ավելի մեծարենք ու երկրպագենք քո սուրբ անունը, Տեր։ Դու փառավորվիր եւ դու մեծարվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։